Բարև ձեզ։ Եթե հարցնեմ ինչ է ականջը, պիտի ասեք մարմինի անդամ կամ դեմքի մաս։ Ինչ է անոր բարդականությունը։ Ականջով կլսենք, բնության եւ մարդոց ձայները կզանազանենք։ Բացի իր բուն նշանակութենեն, ականջ բառը այլ իմաստներով կգործածվի, որպես դարձվածք։ Օրինակ, ականջ թիր ըսածիս կնշանակե ուշադրությամբ լսե ըսածս։ Աշակերտը ականջ կուտա ուսուցիչի բացատրության, այսինքն ուշադրությամբ կհետևի։ Ականջ թրեր մեր խոսակցության կհետևի։ Ականջ տնելը հոս շատ ալ բարի նպատակ չունի։ Բարի նպատակ չունի նաև ականջ կախերը դարձվածքը, որ շատ գործածեր ենք դպրոցական տարիներուն։ Ականջ կախերը մեր խոսակցության, այսինքն լրտեսություն կնե։ Իսկ եթե ասենք ականջ մի գախեր անոր խոսքին, կնշանակե կարևորություն մի դար անոր խոսքին։ Ականջդ կանչե կամ ականջը խոսի, գսենք, երբ բացակա մեկումը անունը կուտանք կամ անոր մասին կխոսենք։ Ականջդ կանչե բարեկամս, ականջին բամբակ թխել կնշանակե լսել չուզել, դիտմամբ չլսել։ Ականջին բամբակ թխերը բան մչուզեր լսել։ Այս նախադասությունը ավելի հետաքրքրական է։ Ականջիդ բամբակը հանե, այսինքն չլսող մի ցևանար, լավ լսե ըսածներս։ Ականջին հասավ, որ անագնկալ կպատրաստենք իրեն համար, այսինքն դեղյակ եղավ։ Ականջիդ ետևը կտեսնես, այդ բանը երբեք չես տեսներ։ Ականջին ետևը տեսնելը անկարելիություն ցույց կտա։ Անկարելի բան է, չէ՞ ականջին ետևը տեսնելը։ Խոսքս ականջիդ ետև մի նետեր, հոսալ թելադրություն կա, այսինքն կարևորություն դուր ըսածիս։ Խոսքս մեկ ականջեն մտավ, մյուսեն ալ ելավ նախադասությունը, կնշանակե մուրցավ ըսածս։ Իսկ դուք լսեր եք այս ասացվածքները, գիտեք անոնց նշանակությունը։ Աչքերը գերտան տեսնելու այն, ինչ ականջները կլսեն։ Ականջները գդրելով լսողութենեն չես զրկեր։ Աչքին տեսածը ավելի հաստատ է, քան ականջին լսածը։ Եվ վերջապես, Աստված երկու ականջ տվեր է ու մեկ բերան, որ քիչ խոսիս ու շատ լսես։ Եթե գիտեք այս ասացվածքներուն իմաստը, գրեցեք մեկնաբանություններուն մեջ։ Չմոռնաք նաև միանալու էջին։ Այսքանը։ Լավ եղեք։ Հաջողություն բոլորիդ։